Ով չի աշխատում, թող հաց էլ չուտի։ Սուրբ Պողոս առաքյալի այս խիստ վերաբերմունքն է ծույլերի եւ ընդհանրապես ծուլության հանդեպ։ Սուրբ եկեղեցին նշենք, որ ծուլությունը ներառել է 7 մահացու մեղքերի ցանկում։ Այսինքն մահացու մեղքերը որոնք են, դրանք այն պատճառն են հիմնական, որից ծնվում են բազմաթիվ մեղքեր։ Դա արմատն է, դա աղբյուրն է մյուս մեղքերի ծագման։ Եվ հետևապես քրիստոնեական վարդապետության համաձայն ծուլությունը ոչ միայն մահացու մեղք է, այլև մարդու կոչման, առաքելության ձախողում, ժխտում։ Հիսուս պատմում է մի շատ գողտրիկ առակ, որը մենք սովորաբար վերնագրում ենք մնասների կամ տաղանդների առակ։ Ուրեմն մի մարդ կանչում է իր ծառաներին, մեկին տալիս է 5 տաղանդ, մեկին տալիս է 2 տաղանդ, երրորդին էլ փոխանցում է 1 տաղանդ, որպեսզի շահարկեն, շահագործեն։ Եվ գնում է։ Ուրեմն երբ Տերը մեկնում է, անմիջապես առաջի եւ երկրորդ ծառաները իրենց տրված տաղանդները շրջանառության մեջ են դնում։ Իդեպ տաղանդը մեծագույն հարստություն էր համարվում հին աշխարհում։ Այսինքն հսկայական, նյութական, ուրեմն դրամական կարողություն է տալիս։ Ուրեմն անմիջապես շահարկում են, դնում են շրջանառության մեջ։ Եվ 5 տաղանդ ստացածը 5-ը շահում է, 2 տաղանդ ստացածը 2-ը շահում է այդ շրջանառության արդյունքում։ Երրորդ ծառան տանում պահում է իրեն տրված այդ տաղանդը։ Եվ երբ Տերը վերադառնում է եւ հաշիվ է պահանջում, յուրաքանչյուրը համապատասխան կերպով ներկայանում է եւ ցույց է տալիս, թե այդ տաղանդները, որ իրենց փոխանցվել է, ինչպիսի շահույթ են ապահովել, ինչպես են օգտագործվել։ Գովերքում է առաջի 2 ծառաներին, անվանելով բարի եւ հավատարիմ։ Այսինքն մարդկային կոչմանը հարիր, պատշաճ։ Երրորդը մոտենում եւ ասում է. ես գիտեի, որ դուք խիստ մարդ եք, հնձում եք այնտեղ, որտեղ չեք ցանել, եւ պահանջում եք այնտեղից, որտեղ չեք սփռել, եւ վախեցա, պարապահեցի հողի տակ, ահավասիկ ձեր 1 տաղանդը ձեզ։ Եվ Տերը նախ բնորոշում է որպես չար եւ անավատարիմ եւ ասում է, թե ինչ պիտի աներ, պետք է տար շահարկման, եթե ինքն էլ ասում է, գիտեիր, որ ես խիստ եմ եւ պահանջկոտ եմ, առավել եւս պետք է շահագրգռված լինեիր այդ տաղանդը շրջանառության մեջ դնելու եւ արդյունք ստանալու։ Տեսեք, այստեղ խնդիրը որն է։ Հասկանալի է, որ այստեղ տաղանդ եզրույթը օգտագործված է փոխաբերական իմաստով, ի վերջո առակ է։ Յուրաքանչյուր մարդ ունի օժտվածություն։ Իբն է։ Այսինքն յուրաքանչյուր մարդուն տաղանդ է տրված։ Հետևապես այդ պարգևը մարդը կոչված է շրջանառության մեջ դնելու, օգտագործելու եւ բարիք ստեղծելու դրա արդյունքում։ Տաղանդ է մեր առողջությունը, մեր ֆիզիկական, մտավոր, հոգևոր կարողություններն են տաղանդ, մեր ձիրքերը, մեր այն շնորհները, որը յուրահատուկ է մեզ։ Ուրեմն կան կարողություններ, որոնք տրված են բոլորին,
Եվ կան կարողություններ, որոնք անհատական առանձնահատկություն են։ Եվ այս իմաստով այն ամենը, ինչ որ մենք ունենք, դա վատնելու համար չէ։ Ինչը որ տեսնում ենք Հիսուսի պատմած մեկ ուրիշ առակի մեջ, անառակ որդու առակ այդ խորագրի տակ հայտնի առակի մեջ, ինչ է անում կրտսեր որդին, վերցնում է իրեն բաժին հասած ժառանգությունը, հեռանում է տնից և վատնում է, այսինքն կիրառում է վատ իմաստով։ Այդ ժառանգությունը չի տալիս արդյունք դրական, չի շահարկում, շրջանառության մեջ չի դնում, նոր բարիք չի ստեղծում դրանից, ընդհակառակը եղած բարիքը վատնում է։ Սա էլ մենք կարող ենք հասկանալ լայն համատեքստով։ Մենք կարող ենք վատնել մեզ ժառանգություն թողնված հայրենիքը հավաքական իմաստով։ Կարող ենք վատնել մեր պապից, մեր հորից անհատապես ընտանեկան որպես ժառանգություն ստացած ուրեմն հարստությունը։ Մենք կարող ենք վատնել մեր հոգևոր ուժերը։ Եվ ամենակարևորը, մենք կարող ենք վատնել մեր կյանքը։ Մենք երբ սնվում ենք եւ երբ քնի միջոցով հանգստանում ենք, մենք էներգիա ենք կուտակում։ Այդ էներգիան ֆիզիկայի օրենքով չի ոչնչանում, փոխակերպվում է։ Հետևաբար յուրաքանչյուրս ծախսում ենք էներգիա։ Փոքրից սկսած մինչև զառամյալ տարիք, ամեն մեկս մեր տարիքային խմբին եւ մեր ուժերին համապատասխան չափով։ Ուրեմն ոմանք այդ էներգիան փոխակերպում վերածում են բարիքի։ Մի դեպքում այգու, արտադրանքի, տնտեսական գործունեության մեջ, արդյունաբերական գործունեության մեջ, մտավոր գործունեության մեջ։ Ոմանք ունեն առանձնահատուկ շնորհ, օրինակ նկարելու, քանդակելու եւ արվեստի գործեր են ստեղծում, բարիք են արարում, մշակութային գործեր են ստեղծում։ Դա կարող է լինել մշակույթի որևէ ոլորտում։ Սպորտի մեջ էներգիան փոխակերպում են ուրեմն հաղթանակների, արդյունքների, որի տեսաների նշանը, շքանշանը, մեդալն է կամ այն հարթակը առաջին, երկրորդ, երրորդ տեղեր։ Սա դրական ուղղվածությունն է։ Եվ կա բացասական ուղղվածություն, որ էներգիան պարզապես վատնում են։ Մոլությունների մեջ, խաղամոլություն, սեռամոլություն, հաշիշամոլություն, չգիտեմ։ Այսինքն եղած էներգիան չի վերածվում բարիքի, հավելյալ արժեքի, որը ծառայում է ոչ միայն անձի համար կամ այդ մարդու ընտանիքի համար, այլ նաև դառնում է հանրային բարիք։ Ի վերջո այստեղ կա նաև հանրային համերաշխության խնդիրը։ Մենք բոլորս ապրում ենք որևէ պետության, որևէ հասարակության, որևէ հանրույթի մեջ։ Եվ ունենալով իրավունքներ, նաև ունենք պարտականություններ։ Ոչ միայն չվնասելու պարտականություն, այլ նաև մեր հանրային կյանքը ավելի լավը դարձնելու պարտականություն, որից նաև մենք ենք օգտվում։ Եվ կա նաև միջին ճանապարհ, որը տաղանդը ստանում ենք, տաղանդը հետ ենք տալիս, առանց որևիցե արդյունք ապահովելու կամ վնասակար գործունեության։ Ուրեմն այստեղ շատ հստակ երևում է նաև
աշխատանքի բնույթը ինչպիսին պետք է լինի։ Բարիք արտադրող։ Որովհետև մոլությունների մեջ ընկղմված մարդն էլ կարող է ասել ես աշխատում եմ։ Իդեպ աշխատանքը նաև հետաքրքիր է, երբ նկատի ենք ունենում տարիքային խմբերը։ Ի վերջո բոլոր տարիքային խմբերը աշխատում են։ Փոքրիկների համար աշխատանքը խաղալն է, պատանիների երիտասարդների համար աշխատելը կրթվելն է, չափահասների համար աշխատելը աշխատանքն է հենց, իսկ մեծահասակների համար թոշակ ստանալ, հանգստանալ, իրենց փորձառությունը փոխանցելն է։ Այսինքն բոլոր տարիքային խմբերը աշխատում են, նայած թե ինչպես է փոխվում այդ աշխատանքի բնույթը։ Հիսուսի պատմած տաղանդների առակի մեջ հստակ երևում է ինչու է մարդը աշխատասեր եւ ինչու է ծույլ։ Տեսեք, երբ մենք նայում ենք, թե ինչպես են իրենք վերաբերվում իրենց հատկացված տաղանդներին, տեսեք, առաջի երկուսը անմիջապես անցնում են գործի։ Ինչու։ Իրենք իրենցն են համարում այդ գործունեությունը։ Ասես այդ տաղանդները ոչ թե պատկանում են Տիրոջը, այլ հենց իրենցն են։ Սեփականի պես են նայում ուրիշի ապրանքին։ Եվ իրենց վարձը հենց այն արդյունքն է, որ իրենք ստանում են։ Նորից շեշտենք, երբ մենք լույս աշխարհ ենք գալիս, արդեն պատրաստի միջավայրում ենք լույս աշխարհ գալիս, մեր ստեղծածը չի։ Այս մոլորակը, հողը, ջուրը, արեգակը, սրանք բոլորը մեզ տրված են։ Մենք այս ամենը որպես կանխավճար ունենալով, սրա հիման վրա ստեղծագործում ենք, արդյունք ենք ապահովում, այդ արդյունքն է մեր սեփականությունը, եւ մեր սեփականությունը իրականում հենց այդպես էլ գոյանում է։ Եվ Սուրբ գրքում նաև մի հետաքրքիր դիտարկում կա, որ երբ զոհողություն ենք անում, կարիքավորին օգնելու տեսքով, մեր սրբավայրերին հատկացվելիք մեր տասանորդի տեսքով, արվում են ըստ Սուրբ գրքի տրամաբանության մեր քրտինքից, ոչ թե գողացածից։ Ուրեմն մեր սեփականությունը այն է, ինչը որ մեր աշխատանքի արդյունք է, որով նաև կոչված ենք հանրային համերաշխություն ապահովել։ Երրորդ ծառան ինչ է ասում։ Ասում է քոնը քեզ չեմ կորցրել։ Տվել ես մեկ տաղանդը, պահել եմ, քեզնից վախենում էի, իդեպ վախը ստրկության հիմքն է։ Եվ նաև սխալ պատկերացում ունի Տիրոջ հանդեպ։ Այսինքն այդ տաղանդը չշահարկելով ինքը եւ Տերը մի տեսակ հեռավորություն է դնում իրենց միջև։ Քոնը քեզ ի տարբերություն մյուս երկուսի, որ Տիրոջ տվածը համարում են իրենցը եւ անմիջապես շրջանառության մեջ են դնում, աշխատում են։ Հիմա սեքսը շատ կարևոր է ընկալման տեսանկյունից։ Երբ մենք հասկանում ենք, որ հարաբերության մեջ ենք գտնվում հայր-որդի Աստծո հետ, այս ճիշտ ուղղափառ ընկալումը նաև պայմանավորում է մեր աշխատասիրությունը, մեր կոչումը, մեր առաքելությունը։ Բայց երբ մենք հեռավորություն ենք հաստատում մեզ կյանք պարգևած Աստծո հանդեպ, մեր ծնողների հանդեպ,
Դրանից մեկ քայլ, կես քայլ է ծուլության մեջ ընկնելը եւ միայն մեր մասին մտածելը, որը հիմնականում լինում է մոլությունների մեջ ներգրավելով եւ այսպես ասած մեր ընկալումներով կյանքը վայելելով։ Սա քրիստոնեական չէ։ Հետևաբար ծուլությունը ուղիղ ցուցիչն է մեր հավատքի որակի եւ բովանդակության։